իրավական հիմքերով ենք մենք կանգնեցնելու այն ճանապարհը եւ ասենք մեր վերադարձնելուց 2 ամիս հետո այդտեղի թուրք ժողովուրդը միջազգային իրավունքին համաձայն ինքնորոշվի եւ նրանց կմիանա Թուրքիա։ Ուրեմն ինքնորոշման հարցը Հայաստանի տարածքում նոր խնդիր չէ։ Փարիզյան վեաժողովը միանշանակորեն մերժեց ինքնորոշմամբ լուծել հայկական հարցը։ Տեսեք, Սևրի պայմանագրում, եթե դուք նայեք, բոլոր տարածքային վեճերը լուծված են կա territorial issues, այդ մասում, տարածքային մասում։ Միակ տարածքային վեճը, որը լուծված է քաղաքական մասում, դա Հայաստանն է։ Ինչու դա? Որովհետև շատ հստակ էր եւ կա ամերիկյան դիրքորոշումը, ամերիկացիք դա արտահայտեցին, վեաժողովն ընդունեց, որ հայերի նկատմամբ չի կարելի կիրառել նույն Վիլսոնի առաջ քաշած ինքնորոշման սկզբունքը, որտեղ հայերի նկատմամբ սկսած 1878 թվականից տեղի է ունեցել էթնիկ կոտորածներ, ջարդեր եւ այլն, եւ արհեստականորեն փոխվել է հայերի թվակազմը եւ այլն, եւ դա չի արտացոլի կամքը։ Այսինքն, այստեղ խնդիր կա, որ հանցագործությունը չի կարող ծնել իրավունք։ Եթե մենք տվյալ տարածքում հանդիսանում ենք, այսինքն քչացել ենք, փոքրամասնություն ենք դարձել ցեղասպանության, այսինքն հանցագործության հետևանքով, այդ հանցագործությունը չի կարող իրավունքներ տալ մյուս կողմին։ Մերձբալթյան երկրներում մի մեծ թիվը ռուսախոս կամ ռուս չգիտեմ ոնց ուզում եք կոչեք, ռուսախոս էր ավելի ճիշտ է, ժողովուրդ կա, որին բալթյան երկրները չեն տալիս քաղաքացիություն։ Չէ, նրանք այսպես ունեն ոչ քաղաքացիներ եւ անընդհատ Ռուսաստանը այդ հարցը բարձրացնում է, անընդհատ Եվրոպան չի ճնշում բալթյան երկրներին։ Ինչու՞։ Ռուսաստանն ասում է վատն են Եվրոպան էլ կրկնակի ստանդարտներ, այդպես չի, Եվրոպան կրկնակի ստանդարտներով չի խաղում։ Եվրոպան շատ պարզ է ասում, ասում է այս մարդիկ հայտնվել են այս տարածքում օկուպացիայի, այսինքն ռազմազգան ներխուժման, օկուպացիայի եւ անեքսիայի հետևանքով, այսինքն հանցագործության հետևանքով։ Հետևաբար հանցագործության պատճառով ստեղծված իրավիճակը, իրավական հիմքը չի կարող հիմք հանդիսանալ նրանց իրավունքների համար։ Մի վարքյան։ Դա նման է օրինակ նրան, որ եթե ես ինչ-որ մեկից օրինակի համար մի բան գողանամ, պահեմ մոտս, հետո դա օգտագործեմ, գան ինձանից հետ տանելու, ասեմ, չէ, գիտեք, ես սրա կարիք ունեմ, որտեղ օգտագործում եմ, այդպես չի, պետք է նայվի ինչի հիման վրա, այո։ Նույնիսկ ձեզ, որ ի տարբերություն մերձբալթիկայի անեքսիայի, այս ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից միանշանակ ընդունող փաստ չի։ Ինչպես եք մենք ցեղասպանությունը միանշանակ ընդունող փաստ չի, բայց հայերի կոտորածները եւ հայերի բռնագաղթը անվիճելի է, դա անգամ թուրքերն են ընդունում։ Եվ ես կողմնակից չեմ, որ մենք ցեղասպանությունը ճանաչել տանք, այդքան ծախսենք մարդ, ժամանակ, փող դրա վրա, որովհետև նույն երեք որ խոսում էր Մելին Անումյանը, որ կա օրենքը պահպանված է հայերի բռնագաղթի, այդ թակտիրի օրենքը կա, կարծեմ 17 մայիսի 15 թիվ, այսինքն այդ օրենքները կա, ըստ միջազգային իրավունքի ցեղասպանությունը եւ բռնագաղթը նույնպիսի ծանր հանցագործությունն են մարդկայնության դեմ։ Չկա այնպես բան, որ ցեղասպանությունն ավելի բարձր է, իսկ բռնագաղթը ավելի ցածր է, չէ՞ պատրանք է։ Այսինքն Թուրքիան հավասարապես դրա համար պատասխանատու է։ Եթե անգամ ինքը բան արել, ոնց որ ասած բռնագաղթի է ենթարկել հայերին եւ հայերը 100% էլ փրկվել են։ Դա դեռևս չի նշանակում, որ ինքը պատասխանատվություն դրա համար չի կրում։ Դու իրավունք չունես մարդուն ոնց որ բռնագաղթես եւ չեմ ասում ունեզրկես եւ այլն եւ այլն։ Հետեւաբար Փարիզի վեաժողովը երբ որ խոսում էին, որ ասում են չի կարող, իհարկե ցեղասպանության տերմինը չկար եւ չէր օգտագործում, բայց հստակ ասվում էր, որ տեղի ունեցել կոտորածներ։ Եվ բոլորն էլ ընդունում էին, անգամ թուրքերն էին ընդունում, որ տեղի ունեցել կոտորածներ։ Ճիշտ է, նրանք ուրիշ պատճառներ են վերում, թե ինչի հետևանքով, բայց միևնույնն է։ Այնպես որ մենք ահագին ոնց որ ասած հիմքեր ունենք այդ հարցը շոշափելու դնելու, բայց այդ չպետք է մոռանանք, որ ինքնին գործընթացը կարող է նոր հնարավորություններ բացի։ Այդ հարցը պետք է շատ խորը ուսումնասիրվի։ Մենք չգիտենք դեռ այդ չենք խորացել այդ մանրամասների մեջ եւ բոլոր հնարավորություններն ու խոչընդոտները հասկանալու։ Առայժմ այսպես մեծ գծերով ոնց որ պատկերը մեզ